Եզրափակիչ գոտեմարտերից առաջ տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որին մասնակցեցին 10 քաշային կարգի լավագույն ըմբիշները։ Մրցումների կազմակերպիչ միջազգային կարգի սպորտի վարպետ Լևոն Գեղամյանը գավաթներ ու շնորհակալագրեր հանձնեց աշխատանքային ռեզերվներ մարզական կազմակերպության նախագահ Արա Մերաբյանին եւ Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ ազգային ժողովի պատգամավոր Մարտուկ Գրիգորյանին։ Պարգևատրվեցին նաեւ մարզաշխարհի բոլոր այն գործիչները, ովքեր իրենց ներդրումն ունեն հունարոբյական ոճի ըմբշամարտի մասսայականացման եւ զարգացման գործում։ Երկու թվական տվյալ եմ ուզում ներկայացնել, շուրջ 1100 պատանիներ այսօր Շիրակի մարզում զբաղվում են հունարոմեական ըմբշամարտով։ Եվ երևի դա թիվ 1 նախապայմաններ, այսինքն կան շատ պարապողներ եւ արդյունքները այստեղ շատ են։ Ունենք աշխարհի չեմպիոն, ունենք Եվրոպայի չեմպիոն, նույն կերպ հաջողությունները կարող է վերագրել նաեւ հանրապետության մյուս տարածքներին, ասենք Երևանին, որտեղ նույնպես կա արդեն աշխարհի չեմպիոն, Հանձինես Գյումրեցի Արսեն Չուփալագյանի։ Մրցումների գլխավոր մրցավար, հանրապետության վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Գևորգ Ալեքսանյանը կարևորեց դեռահաս ըմբիշների մեծ քանակությունը՝ 220։ Նա չի բացառում, որ այս մարզիկներից շատերն արդեն հաջորդ տարի կարող են համալրել Հայաստանի պատանեկան հավաքականն ու մասնակցել միջազգային մրցաշարերի։ Այս քանակի մասնակիցներ ասեմ, որ ոչ միտեղ չի լինում, 200-ից ավել մասնակիցներ ունենք։ Շատ լավ մրցումներ է անցկացվում, ասեմ, որ նաև Դիդար Ժանը իր առումով են առումով, որ շատ լավ երեխաներ կան, որոնք պիտի համալրեն մեր հաջորդ տարի մեր պատանիների առաջնությունները եւ միաժամանակ հավաքականը։ Աշխատանքային ռեզերվներ մարզական կազմակերպության մարզային մասնաճյուղի ղեկավար Լևոն Գեղամյանի համար առաջնայինը փորձի փոխանակումն է։ Տարբեր քաղաքների միջև մրցակցությունը միայն կարող է որոշել յուրաքանչյուր ըմբիշի կարողությունների իրական սադղակը։ Մրցումները արդեն բարբերաբար պետք է անենք, ամեն տարի պետք է անենք։ Ճիշտ է, լավ կլիներ, որ պատանիների մեջ անենք, ոչ թե դեռահասների։ Ոչինչ, մյուս տարի պատանիների մեջ կանենք, ավելի մասշտաբը կմեծացնենք, Իրանից կհրավիրենք, Ռուսաստանից եւ Վրաստանից, ինչու՞ չէ Ուկրաինայից, եթե խաղաղություն լինի Ուկրաինայում, մի խոսքով լավ կլինի։ Մրցումների քարտուղար միջազգային կարգի մրցավար Անդրանիկ Արզումանյանը նշեց, որ եզրափակիչ գոտեմարտերն իրենց դիտարժանությամբ եւ լարվածությամբ չեն զիջում Հայաստանի պատանեկան առաջնությանը։ Առաջին հերթին այս մրցումները աչքի են ընկնում իրեն բարձր լարվածությամբ։ Այստեղ երևում են, որ դեռահաս պատանի ըմբիշները բավականին լավ տիրապետում են ըմբշամարտի գրեթե բոլոր հնարքներին, որը ցույց է տալիս այստեղ է գտնվում նաև պատանիների հավաքականի երկրորդ մարզիչ Հովհաննիսյան Ալեքսանը, որը իրար հետ կիսվելով զգում ենք, որ հաջորդ տարիների համար մենք բավականին լավ պատրաստված թիմ կարող ենք ունենալ։ Մրցումներում հիմնականում աչքի ընկան Մայրաքաղաքի եւ Էջմիածնի դեռահաս ըմբիշները։ Յուրատեսակ ռեկորդի հեղինակ դարձավ Էջմիածնի թիմը։ Քաշային կարգերից մեկում բոլոր մեդալները բաժին հասան հենց այս քաղաքի պատվիրակներին։ Իսկ Գյումրի քաղաքի միակ հաղթողը դարձավ Դինամո մարզական կազմակերպության ներկայացուցիչ 35 կիլոգրամ քաշային Հարություն Ֆարմանյանը, որին մարզում է Էդգար Խաչատրյանը։ Կազմի կոմիտեի նախագահ Լևոն Գեղամյանն տեղեկացրեց, որ հաջորդ տարվանից մրցաշարը կունենա միջազգայինի կարգավիճակ։ Սամվել Աղանյան, Արթուր Մարգարյան, Ազդարաշ։